Այս գրքի մեջ հայտնի դեմքեր կան եւ անհայտ դեմքեր կան։ Այս գրքի մեջ մարդկանց անուններ կա, որ բոլորս շատ լավ գիտենք, եւ կան մարդիկ, որոնց մասին չգիտենք։ Եվ այսօր խոսալու եմ այդ չիմացված մարդկանցից մեկի մասին։ Երբ որ կարդացի այս մարդու մասին 2 շաբաթ առաջ ես լավ լաց եղա, որովհետև հասկացա, թե ինչ որակյալ մարդ է։ Ինչի մասին է, ինչի համար է գրված այս պատմությունը։ Մենք կարող ենք սրան նայել որպես պատմություն, բայց եթե մի բան գրված է Աստվածաշնչում, պիտի հիշենք, որ Հովհաննես առաքյալն ասում է, եթե բոլոր կարևոր բաները, ինչ որ Հիսուսն արել է կամ Աստված արել է, գրվեր, տեղ չէր լինի։ Այսինքն այս գիրքը գրելուց տեղը սահմանափակ է եղել եւ այն անուններն ու պատմությունները, որ գրվել են, կարևոր են, թեև շատ անուններ ու պատմություններ ձեզնից ու մեզնից անհայտ են մնացել։ Այսօր այդ անհայտներից մեկին ենք բացահայտելու։ Երկրորդ Թագավորաց 17-րդ գլուխ 27-29 համարների մեջ պատմությունը Դավիթ թագավորի կյանքից է վերցված։ Գիտեք, Դավիթ թագավոր Աստծո մարդ էր, Աստծո սրտի համեմատ մարդ էր, Իսրայելի լավագույն թագավորներից մեկն էր, բայց շատ չարչարված մարդ էր։ Թշնամիներից, իրեն չսիրողներից, ատողներից, բայց նաև իր ընտանիքի մեջ։ Եվ ամենացավալի դրվագներից մեկն է ներկայացում այստեղ, երբ որ Դավիթ թագավորի սեփական տղան Աբիսողոմը ապստամբեց հորդեմ եւ զորք հավաքեց, իրան համակիրներ հավաքեց եւ որոշեց, որ հոր փոխարեն ինքն է թագավոր լինելու։ Եվ Դավիթը ուներ ամբողջ զորությունը արագի մեջ ոչնչացներ վտանգը, բայց երբ որ վտանգը քո տնից է, նա չէր կարողանում դա անել, բայց ստիպված էր փախչել։ Եվ երբ որ փախուստի մեջ էր, իր հավատարիմներն իր հետ փախչում են, եւ գիտեք, այնքան արագ է լինում այս ամեն ինչը, որ նա գրեթե ոչինչ իր հետ չի վերցնում։ Գիտեք, բոլոր մարդկանց կյանքում գալիս են ճգնաժամի ժամանակ եւ այդտեղ ճգնաժամի մեջ են քո իրական մտերիմներն ու ընկերները բացահայտվում։ Քանի դեռ քո սեղանը լիքն է, գրպանը լիքը, ձեռքը տաք, սիրտդ բաց, թվում է թե շատ ընկերներ ու համախոհներ ունես։ Բայց երբ որ մի բան հանկարծ կյանքիդ մեջ այնպես չի գնում, հանկարծ հասկանում ես, որ ուր են մարդիկ, որոնք իբր թե ընկեր էին։ Եվ Դավիթը գուցե այսպիսի դրվագի մասին մեկ այլ Սաղմոսում գրում է, երբ որ իրենք հիվանդանում էին, ես ծոմ էի պահում։ Երբ որ իրանք վատ էին, ես ամեն ինչ անում էի հասնեմ, բայց երբ որ իմ հերթն է գալիս, թվում է թե ոչ մեկը չկա։ Եվ պատկերացրեք ինչ է կատարվում։ Փախչում են անապատ տեղ, բավականին քանակի մարդիկ են, ոչ մնալու տեղ ունեն, ոչ քնելու տեղ ունեն, ոչ ուտելու բան ունեն։ Այո, Աստված Դավիթի հետ էր, եւ Աստված մեր հետ է, բայց Աստված գրեթե ամեն ինչ անում է մարդկանց ձեռքով ու մարդկանց միջոցով։ Ինչ որ մեկին ասա, քո ձեռքերը ու քո ոտքերը կարող են ծառայել Աստծուն։ Եվ եղավ, հենց որ Դավիթը հասավ Մանայիմ, Նասի որդի Սոբին, Ամոնի որդկանց Ռաբայից եւ Ամիելի որդի Մաքիրը Լադաբարից եւ Գաղադացի Բերզելին Ռովգելիմից։ Նրանք բերեցին անկողիններ, ամաններ, կավի սպասք, ցորեն, գարի, ալյուր, բոված հացահատիկ, լոբի, ոսպ, մեղր, կաթնաշոր, ոչխարներ, կովի կաթից պատրաստված պանիրներ, որպեսզի Դավիթը ու նրա մարդիկ ուտեն։ Նրանք ասում էին, ժողովուրդը անապատում հոգնել է, քաղցած եւ ծարաված կլինեն։ Գիտեք, մենք Աստծուն ոչինչ չենք կարող տալ։ Մենք Աստծուն չենք էլ տեսնում, որ տանք։ Եվ մենք ոչինչ չենք անում, որպեսզի Աստծո սերը կամ Աստծո մտերմությունը կամ Աստծո բարեհաճությունը ստանանք, այլ ընդհակառակը, որովհետև ստացել ենք իր խաչի միջոցով, դրա համար, որպես նրան ճանաչող մարդիկ, մենք տալիս ենք ամեն ինչ որ կարող ենք եւ ծառայության առիթներ ենք փնտրում։ Ամեն։ Բերզելին մի մարդ էր, որի համար հետո կկարդան գրված է, որ այս մարդը շատ մեծ ու շատ հարուստ մարդ էր։ Ուրիշ բան չկա, երկու տեղ կա իր մասին գրված։ Բերզելին հարուստ մարդ էր։ Շատ հարուստ մարդիկ վստահ եմ կային այդ օրերին։ Բայց երբ որ Բերզելին տեսավ Աստծո ընտրած ծառան,
Աստծո ընտրած ժողովուրդը, որովհետև Աստված Դավիթին դրել էր թագավոր եւ իր շրջապատի մարդիկ տվյալ ժամանակի համար Աստծուց կարգված ժողովուրդն էին, որ պիտի առաջնորդներին Աստծո ժողովրդին, բայց արտաքին տվյալներից ոչ մի տպավորիչ բան չկար։ Եվ իրականում այս պատմության մեջ մենք մարդկանց ենք հանդիպում, օրինակ մեկին, որի անունը Սեմեի էր։ Երբ որ Դավիթը փախչում էր ոտաբոբիկ, իրենից այդ Սեմեին մի բան չէր ներկայացնում։ Բարգրած ժայռի վրա կանգնել էր ու Դավիթի վրա քար էր գցում ու ասում էր՝ «Այ խեղճ մարդ, այ ձեռքերդ արյունոտ, տեսար քու գլխին ա գալի ինչ որ արել ու անիծում էր գրվածը»։ Գիտեք, շատ մարդիկ կան այդպիսին, որ մի անգամից մտածում են, սա մի բան արել ա, որ լավ չի գործել է։ Գիտեք, մարդիկ անցնում են շրջաններով, զգուշ եղեք, ինչ պիտակներ եք կպցնում։ Աստծո մարդը եւ զգուշ լինենք, որովհետեւ իրականում, եթե իմաստուն չլինենք, եւ այս մարդն էլ Սեմեին կարող էր մտածել, դե եթե Աստված է, բա ինչի ես այս դժվարություններով անցնում։ Եվ էլի մարդիկ կային, որ դավաճանեցին Դավիթին, դրա դեմ դուրս եկան, ծաղրեցին, անիծեցին, բայց Բերզելին ինչ արեց։ Այս մարդը մարգարե չէր, այս մարդը քահանա չէր, այս մարդը տաճարի ու խորանի ծառայող չէր։ Հարուստ մարդ էր, ինչ արեց։ Նայեք, Սուրբ գրքում հատիկ գրված է, հասկանում եք, նորից Սուրբ գրքում ավել տեղ չկար։ Երբ որ մենք նամակ ենք գրում կամ պատմություն ենք գրում, չէ, ասել են 20 էջ կգրեք կամ 20 բառ, մենք մտածում ենք, էլ ինչ լցնենք տակը։ Բայց Սուրբ գրքի դեպքում գրված է, որ տեղ չկար։ Ամեն բառը կարևոր էր, բայց նորից գրած է, նրանք բերեցին անկողիններ, ամաններ, կավեսպասք, ցորեն, գարի, ալյուր, հացահատիկ, լոբի, ոսպ, մեղր, կատնաշոր, ոչխար, կավ, կաթից պատրաստված պանիրներ, ինչի համար, որ Դավիթը ու իր մարդիկ ուտեն։ Ուրիշներն ասում էին, դու եթե Աստծո մարդ է, թող Աստված հոգա իր համար։ Ուրիշներն ասում են, եթե Աստված Դավիթին իր վերջո կանչել է, ուրեմն ինքը թող մի բան էլ մեզ համար հոգա կամ պայմաններ ստեղծել։ Բայց այս մարդը անում է այն, ինչ որ անում է, չակնկալելով ոչինչ։ Եվ շարունակության մեջ տեսնում ենք, որ նա նորից հանդիպում է Դավիթին։ Նա հանդիպում է Դավիթին, այս անգամ պայմանները փոխվել են։ Հստակ գրված չի ինչքան էր այդ ժամանակը, բայց նաև Սուրբ Գիրքն ասում է, ինչքան ժամանակ, որ Դավիթը նեղության մեջ էր, այս մարդը օգնում էր Դավիթին։ Բերզելին կերակրեց, քնելու տեղ տվեց, անկողին տվեց այնքան ժամանակ, ինչքան որ պետք էր, ինչքան որ Դավիթը փախած էր։ Հետո անցնում է որոշ ժամանակ, սպանվում է Աբիսողոմը, որը Դավիթի սրտին մեծ վիշտ է լինում եւ մեծ ցավ է լինում եւ Դավիթը չի կարողանում մխիթարվել, լացում է, որովհետեւ իր արյունն է եւ այլը, բայց երկրորդ թագավորած 19-րդ գլուխ 31-39 համարների մեջ 2 Samuel 19:31-39 ասում է եւ Գաղադացի Բերզելին իջավ Ռովգելիմից ու անցավ թագավորի հետ Հորդանանով, որ նրան Հորդանանով ճանապարհ դնի, եւ Բերզելին շատ ծեր էր, 80 տարեկան էր։ Եվ նա կերակրեց թագավորին, քանի որ նա Մանայիմի մեջ էր մնում, որովհետեւ նա շատ հարուստ, շատ մեծ մարդ էր։ Եվ թագավորն ասեց Բերզելին. Դու արի ինձ հետ, ու ես քեզ կկերակրեմ ինձ հետ Երուսաղեմում, եւ Բերզելին ասեց թագավորին. Որքան են իմ կյանքի տարիներն ու օրերը, որ ես թագավորի հետ վեր գնամ Երուսաղեմ։ Ես այսօր 80 տարեկան մարդ եմ։ Միթե կարող եմ լավը վատից ջոկել կամ ծառատ կերածից խմածի համը առնում է, կամ կասեմ երգիչների ու երգչուհիների ձայնը, եւ էլ ինչու համար ծառատ իմ տերը թագավորին բեր դառնա։ Մի քիչ անց է կենում ծառատ Հորդանանով թագավորի հետ, եւ ինչու համար թագավորն ինձ մի այդպիսի մեծ վարձք հատուցի։ Ծառատ ետ դառնամ ու մեռնեմ իմ քաղաքում, իմ հոր ու իմ մոր գերեզմանում։ Ահա թող քամամ ծառատ անցնի իմ տեր թագավորի հետ, եւ նրան արա ինչ որ բարի է քո աչքին։ Եվ թագավորն ասեց. թող քամամն անցնի ինձ հետ, եւ ես կանեմ նրան ինչ որ բարի է քո աչքին, եւ ամեն ինչ որ դու ինձանից ուզես կանեմ քեզ եւ քո բոլոր ժողովրդին։
ու ժողովուրդն անցավ Հորդանանով ու թագավորն էլ անցավ եւ թագավորը համբուրեց Բերզելիին, մեկ այլ տեղ ասում է նրա ճակատը եւ օրհնեց նրան եւ նա ետ դարձավ։ Շատ հետաքրքիր պատմություն է։ Բերզելին հայտնվում է Դավիթի կյանքում այն ժամանակ, որ Դավիթը իր կյանքի ամենախավար, ամենամութ, ամենադժվար էջերն է ապրում։ Եվ նորից ամեն անգամ, երբ որ ասում ենք Դավիթ, ուզում եմ դուք պատկերացնեք Աստծո գործը, կլինի դա եկեղեցի, կլինի դա Աստծո թագավորություն։ Աստծո եկեղեցին էլ սեզոններ ունի։ Շատ ժամանակ մենք ուզում ենք մի եկեղեցու անդամ լինել, որ ամեն ինչ լավ է գնում, չէ՞։ Մարդիկ, ես գիտեմ, որ հաճախ մարդիկ գնում են հատկապես մեծ հայտնի եկեղեցիներ, մի հատ սելֆի անեն, գցեն, որ տեսեք մենք այս եկեղեցում ենք, բա։ Որովհետև հաջողակ մեծ համբավ ունեցող եկեղեցիները մի տեսակ մեզ էլ իրենց համբավի քողի տակ ծածկում են։ Բերզելին այդպիսի մարդ չէր։ Նա հասկանում էր, որ Աստծո օծյալը կարող է այստեղ լինել եւ կարող է այստեղ լինել։ Եվ ի տարբերություն մնացածից նա կանգնում է Աստծո կամքի, Աստծո ծրագրի կողքն այն ժամանակ, երբ որ ուրիշները չեն ուզում կանգնել։ Երեք անգամ Հիսուսին մարդիկ ուրացան։ Երբ որ Տեքսաս են գնացել կոնֆերանսի ժամանակ, բոլորը հովիվներ են, հովիվներին հատուկ դժվարություններից են խոսում, մի հովիվ պատմել, որ կյանքում շատ դժվար իրավիճակով է անցնում, մարդիկ քննադատում են, նեղացնում են եւ այլը, զանգում է իր մեծ հովիվին, ավակ հովին, ասում է հովիվ, կերան կյանքս։ Էլ չեմ դիմանում, օրը մի բան դուս է գալի, պրոբլեմ, սրա հարցը լուծում է մյուսը եւ ասում է այս մարդը մի 10 րոպե լսեց, վերջում ասեց մարդիկ Հիսուսին սպանել են, ինչ ես ուզում։ Փառք դու ասում, որ քեզ չեն սպանել։ Որտեւ այդ նույն մարդիկ էին, եթե Հիսուսին սպանեցին, յուրաքանչյուրին կսպանեն։ Բայց այս պատմությունը մեզ սովորացնում է ու դաս է տալիս, որ մենք կարող ենք լինել լավ օրինակի կողմնակիցը, դառնանք այդ լավ օրինակը։ Բայց ամենատպավորիչը ինձ համար ինչն է։ Սովորաբար, երբ որ մենք մի բան ենք անում, մենք սիրում ենք գնահատականը, չէ՞, կա appreciation day, pastors appreciation, teachers appreciation, եւ ընդհանրապես չեմ սիրում այդ բառը եկեղեցում, որ ասում են volunteers, ինձ համար այդ բառը հոգևոր բառ չի, որովհետեւ եկեղեցում մենք բոլորս Հիսուսին պարտք ենք եւ ծառայում ենք նրան եւ պիտի ծառայենք։ Պիտի անենք մեզնից եկած ամեն հնարավոր բանը։ Մեծ բան չենք անում։ Պողոս Առաքյալը, որ կանչված էր քարոզելու, ասում է, եթե ավետարանը քարոզեմ, մեծ բան չեմ անում։ Դա իմ վրա դրված պարտք է Աստծուց, նա է ինձ այդ շնորհը տվել։ Ամեն։ Բերզելին այդ բոլոր բաները անում է, հատիկ նշված է, կերակրեց, քնացրեց, հագցրեց, խնամք տարավ, ու վերջում բանից պարզվեց, որ ճիշտ էր, Դավիթն էր թագավորը։ Գիտեք, այն որ մի օրինակ երիտասարդ կա, որ քո աշակերտն է եղել կամ քո յուտ գրուպից է եղել, վաղը դառնում է քաղաքապետ, ինչ ենք մենք անում, ասում ես եմ իրան կարդալ սովորացրել։ Հետո մենք վստահ ենք, որ ամեն անգամ կարանք մի հատ զանգով հարց լուծենք։ Տեսեք ինչքան privileges գալիս է այդ երևույթի հետ, որ քո մարդը, որ երեք նեղության մեջ էր ու դու օգնել ես, հանկարծ թագավոր է դառնում։ Եվ հիմա Բերզելի կյանքում այդպիսի շրջան է, լուրը հասնում է, որ Իսրայելի եւ Հուդայի թագավոր է դառնում Դավիթը։ Ի վերջո Աստծո նպատակը, որ ամբողջ Իսրայելի սերունդի վրա Դավիթը թագավոր լինի, կա, ինքն է թագավորը։ Ամեն ով որ նրա դեմ դուրս գար, գլուխը պիտի կտրվեր։ Եվ առաջի մարդկանցից մեկը, եւ այստեղ կկարդակ այդ Սեմեին, որ ասում եմ, որ քարերով գցում էր, այդ Սեմեին էլ է գալիս, ասում է, հա ես բան եմ, չգիտեմ, պատճառներ, որների ու Դավիթը ներում է։ Հետաքրքիր պատմություն է, կկարդակ։ Բերզելին 80 տարեկան մարդ է, Դավիթը գալիս է հատուկ իր մոտ, ու ասում է, այս գետը անցնում ենք եւ դա լրիվ ուրիշ աշխարհ է։ Գիտեք, եթե մարդը հարուստ է, հաճախ մտածում ենք, չէ, օրինակ այսօր այս երկրի նախագահին Դոնալդ Թրամփին շատ ժամանակ մտածում եմ, որ billionaires գնա վայելի, ինչի՞ դա պետք։ Մարդիկ փողից հետո ամենաանհրաժեշտությունը, որ զգում են, դա պատիվն է, recognition։
Դա ամենաթանկ բանն է։ Այսօր աշխարհի տիրակալները փողի համար չեն կռվում։ Նրանցից երևի անունները չտան, բայց շատերն այնքան փող ունեն, որ երկիր մոլորակի բնակչությանը կկերակրեն հաջորդ տասնամյակներում, բայց նորից տենչում են, ինչի այդ փառքն է, այդ ստատուսն է, որ մենք թագավորի հիմա Դավիթը թագավորների թագավորն ասում է դու իմ հետ գալու ես ու իմ հետ հաց ես ուտելու միշտ հավիտյան մինչև կյանքիդ վերջը դու you have a seat around my table երբ որ մենք գնում ենք հարսանիք մի մեծ բան չի չէ հարսանիք բայց որ մենք տենում ենք մեր անունը table 10 հետո ջոգում ենք որ բեմին մոտիկա մեծ բան չի բայց we feel good մարդիկ ինչի են դնում VIP որ շոյեն քո իգոն ու շոյվում է դուք պատկերացնում եք այս մարդու համար Բերզելիի համար մինչև իր կյանքի վերջը VIP seat կա թագավորի սեղանին զանգելու կարիք չկա ամեն lunch dinner breakfast face to face թագավորից ինչ ուզի կտան բայց հետաքրքիրը սա է ասում է թող բացեմ նորից տեքստը կորցրեցի ահա թող քամամ ծառատ անցնի իմ Տեր թագավորի հետ եւ նրան արա ինչ բարիք որ ուզում ես ես ծեր եմ նա երիտասարդ է ես վաստակել եմ դա իմ տեղն է եթե մի մարդ կա որ կարա նստի ու ասենց լավս գա ես եմ բայց այսօր ես հետ եմ քաշվում թող քամամը գա որը երիտասարդ է ու ոչինչ չի արել գիտեք այսօր բազում ընտանիքներում բազում եկեղեցիներում բազում տեղերում մարդկանց տարբեր շերտերում սերունդների կռիվ կա այս երեկվա երեխեքը վեր են կացել մեզ բան են ասում դուք ուր էիք որ մենք այս եկեղեցին սկսել էինք դուք ինչ եք արել որ այդ մենք ենք որ գիշեր ցերեկ աղոթել ենք այդ մենք ենք որ այս հարստությունը կուտակել ենք բայց այս մարդը զարմանալի մարդ է այս մարդը իր ներքին զգացողությամբ մի բան էր արել դուրս էր եկել որ ամենալավ բանն էր արել հիմա իր փառքի ժամանակն էր կարող էր այդտեղ նստել ծառայություն բացել երիտասարդներին սովորեցնել ինչպես պատվել թագավորին ինչպես VIP seat ունենալ ինչպես հատուկ favor գտնել բայց բացառիկ խոնարհության ու անձնուրացության օրինակ է ինքը հետ է քաշվում եւ քամամին ասում է այս երիտասարդը թող գա եւ այդ աթոռին նստի ես okay եմ որոշ քանիսներդ ենք պատրաստ անելու։ Գիտեք, ես փոքր ժամանակ իմ ամենասիրած խաղերից մեկը, որ պարապել եմ, սոքերն ա եղել։ It's a team game։ Եվ շատ խաղացողների մեջ էս բանը կար սոքերի, որ վերջի պահին, երբ որովհետև թիմային է, չէ, իրար հերթով փոխանցելով գնդակը հասնում են այդ գեղեցիկ պահին, երբ որ գնդակը տշում ես ու զգում ես, որ գնաց։ Այդ մի քանի վայրկյանը քեզ հավերժություն ա թվում, երբ որ մտնում ա այդ ցանցի մեջ ուրախություն, բայց շատ ժամանակ թիմերի մեջ տեսնում ես, որ այդ նույն մարդիկ, ովքեր կողքը պաշտպան էին կամ հարձակվող էին, նեղվում են, որ ես պետք է խփեի։ Ինչի՞ այդ իմ գոլն էր, դու խփեցիր։ Մեր մեջ դե տենց բան չկա։ Մեր տաներում տենց բան չկա։ Մեր եկեղեցում տենց բան չկա։ Բայց դա մարդկային խնդիր է։ Այդ ես պետք է ծափահարվեի։ Այդ ոնց եղավ, որ ուրիշին կանչեցին։ Ինչի համար այս պատմությունը գրած սիրելիներ։ Որովհետև Աստված միշտ հաջորդ սերնդի վրա ուշադրություն է դարձնում։ Այն եկեղեցիները այսօր Ամերիկայում ես մոռացա ձեզ ստատիստիկա պիտի բերեի։ Այսօր Ամերիկայում հարյուրավոր եկեղեցիներ փակվում են։ Որովհետև սերունդների կռիվը մեծերը հաղթել են։ Ու փոքրերին համոզել են, որ դուք այդքան չկաք, որ բեմ բարձանաք։ Դուք այդքան չկաք, որ աղոթեք։ Դուք այդքան չկաք, որ մեզ ասեք։ Դուք դեռ շատ փոքր եք։ Իսկ դուք ինչքան փոքր եք, երբ որ սկսեցիք ձեր բիզնեսը, իսկ դուք ինչքան փոքր եք, երբ որ ամուսնացաք, իսկ դուք ինչքան փոքր եք, երբ որ մի բան արիք ու ինչքան անփորձ։ Այս պատմությունը մեզ սովորացնում է կարևորությունը զիջել, երբ որ մենք ամեն ինչ արել դրել ենք, կարողանանք փառքով հանձնել հաջորդ սերնդին,
որովհետև դրա մեջ օրհնություն կա եւ դա աստվածային երևույթ է, որովհետև մեկ սերունդը մյուսին պիտի սովորեցնի Աստծո գործերը։ Այն սերունդները, որոնք կկենտրոնանան իրենց վրա, կկորցնեն հաջորդ սերնդին, լինի ընտանիքում, լինի եկեղեցում։ Մենք հաճախ չենք ուզում հաշտվել, որ եկող սերունդը կարող է մեզանից խելացի լինել, բայց հավատացեք, հիմնականում խելացի են։ Եվ մեզ պետք է վստահել, եւ մեզ պետք է տալ, եւ ունենալ Բերզելի պես սիրտ, որ կասի, ահա քո ծառա Քամամը, թող նա անցնի իմ տիրոջ թագավորի հետ, նրա համար արա այն, ինչ քեզ հաճելի կլինի։ Բերզելիեն իր տեղը տվեց ուրիշին, նա ասեց թող Քամամը գնա։ 80 տարեկանում նա հասկացել էր, որ պատվի հետևից չեն վազում, պատվին չեն հետապնդում։ Աստված մեր հասցեն գիտի։ Գրված է, որ Աստված իր առջև խոնար եղողին կբարձրացնի։ Այս մարդը իրան երբեք չէր բարձրացնում։ Բայց Աստված նրան պատիվ էր տվել։ Գալիս ենք նոր կտակարան եւ տեսնում ենք, որ այս պատմության մեջ այն բնավորությունը, որ կա այս մարդու մեջ, մենք տեսնում ենք նաեւ Հիսուսի մեջ։ Մատթեոս 25:35-ից 40-ի մեջ շատ հայտնի համար է, որտեղ Հիսուսն ասում է. այն օրը ես ձեզ կասեմ, ես քաղցած էի եւ դուք ինձ ուտելիք տվեցիք։ Ծարավ էի, ինձ խմելու բան տվեցիք, օտար էի, ինձ ձեր մոտ ընդունեցիք, մերկ էի, ինձ հագցրեցիք, հիվանդ էի, խնամք տարաք, բանտում էի, ինձ այցելեցիք։ Այդ ժամանակ արդարները նրան կպատասխանեն, կասեն. Տեր, երբ ենք քեզ տեսել։ Երբ ենք քեզ տեսել քաղցած ու կերակրել ենք ծոված ու կերակրել ենք խմելու բան ենք տվել, երբ քեզ տեսանք օտար ու մեր մոտ ընդունեցինք կամ մերկ ու հագցրեցինք, երբ քեզ հիվանդ տեսանք կամ բանտում ու քեզ այցելեցինք, եւ թագավորը կպատասխանի նրանց ու կասի. ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքրիկ, ասա փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, ինձ արեցիք։ Երբ քեզ տեսանք, սա է եղել ամբողջ հարցը, անողների համար էլ, չանողների համար հարցը, եթե մենք իմանայինք, որ սա Հիսուսն է, մենք անպայման կանեինք։ Որովհետև փոքրերի մեջ հաճախ Հիսուսը չի երևում, ընդհակառակը ինչ ում ասես տեսնում ես, սատանայա մտե մեջը, չէ՞։ Չարն ամտե մեջը, գլուխը լվացել են։ Դրա համար փոքրերի մեջ Հիսուսին տեսնելը դժվար է։ Մեծ հայտնի քարոզիչների մեջ մանավանդ էկրանից ենկում մի տեսակ հեշտ է Հիսուսին տեսնել, բայց Հիսուսը չի ասում, որ քարոզիչի մեջ, հովիվի մեջ ասում է, որ այս փոքրիկներից մեկի մեջ ինձ տեսավ ու արեց, ինձ արեց։ Շատ մարդիկ, եւ այս պատմությունը էլի պատմել եմ, գիտեք, որ իմ papan 50 տարուց ավել հովական ծառայության մեջ է եւ Կալինինո քաղաքը կար փոքրիկ, մեր քաղաքից մոտարապես ժամ ու կես հեռավորության վրա, ամեն շաբաթ papan մեքենայով գնում էր քարոզելու այդ գյուղը։ Ու փոքր եկեղեցի էր ձևավորվել, տնային եկեղեցի, ու այդ եկեղեցուց մի անձնավորություն, արդեն որ սովորել էին, որ եկեղեցին է հոգ են տանում էր, ծախսեր կա եկեղեցու հետ եւ այլը, մի հատ անձնավորություն ասում էր. ես իմ 10-րդն ուղարկում եմ Բենի հին հայտնի տելեկարոզիչ էր այն ժամանակ, որտեվ ինքը ասոցիալ է։ Ասոցիալն ամեն շաբաթ գնում է իրան ծառայելու։ Բենի հինը ուտում է կաթը, ու մածունը, ու ոսպը, ու բրինձը, ու մարդու վերած բոլոր բաները, որովհետև մեծ է։ Իսկ Հիսուսն ասում էր, որ այս փոքրիկներից մեկին, եւ ես դրա համար սիրում եմ փոքր եկեղեցիները, անկեղծ եմ ասում, ես ամբողջ Ռուսաստանում ինչքան գնացել եմ, մեծ եկեղեցիներ եմ գնացել, բայց փոքրիկ եկեղեցիները, ինձ թվում է, որ Աստված մի ուրիշ սիրտ է դրել այդ եկեղեցիների մեջ։ Եվ իհարկե ամեն փոքր առողջ եկեղեցի պիտի մեծանա, բայց խնդիրը սա է, արդյոք մենք Բերզելի պես կարողանում ենք անհաջողության օրը, երբ որ փախուստ կա, երբ որ Դավիթից թագավորի հոտ է չի գալիս, բայց նա հասկանում է, որ Աստված հավատարիմ է, Աստված իր մարգարեով խոսացել է, Աստված պիտի անի դա։ Եվ մենք սիրելներ դաս ունենք սովորելու, երբ քեզ տեսանք Տեր, մենք եթե ուզենք կտեսնենք Տիրոջը։ Եվ երանի քեզ ու ինձ, երբ որ տեսնում ենք Տիրոջ գործը
վեր ու վարերի ժամանակ եւ նայեք հետաքրքիր բան է։ Շատ մարդիկ ովքեր ուզում են ինձ հետ հանդիպեմ, կասեմ ինձ հետ հանդիպած մարդկանց 30%-ի խնդիրը նա է, որ հովիվ ես իմ կոչումը ուզում եմ գտնեմ, ես ուզում եմ հասկանամ ի վերջո ես ինչ կարամ անեմ Տիրոջ համար։ Ինչ էր Հիսուսն ակնկալում այս անողներից ու չանողներից, ասում է ես ծարավ էի, դուք ջուր տվեցիք։ Կա այստեղ մի մարդ, որ կարա ջուր տա։ Չէ, ավելի ճիշտ ասեմ, կա մի մարդ, որ չկարողանա ջուր տա մի բաժակ։ Ես քաղցած էի, դուք ինձ կերակրեցիք։ Կա այստեղ մի մարդ, որ չի կարող կերակրել։ Չկա։ Հետո նայեք, ասում է, ես բանտում էի, չի ասում բանտից չազատեցիք, որովհետև բանտից ազատելը հեշտ չի։ Բայց չէ, ասում է չեկակ այցելության։ Ասում է հիվանդ էի, չի ասում չեկակ բժշկելու։ Ես երբ որ ավելի երիտասարդ ծառայող էի, միշտ խուսափում էի գնալ թաղման տեղեր եւ հիվանդանոցներ, որովհետեւ մտածում էի ինչ գնամ ասեմ, անկեղծ։ Մտածում էի գնամ այս մարդիկ օրինակ երիտասարդ ընտանիքի անդամ են կորցրել, գնամ ինչ ասեմ։ Կամ երբ որ հիվանդ էին, մտածում էի գնամ աղոթեմ, բա որ չբժշկվի, բայց ես խաբված էի այդտեղ, որովհետեւ Հիսուսն ասում է լացողների հետ չի ասում ամեն մեռելի հարություն տվեք, որովհետև մենք չենք կարող։ Այո, որոշ դեպքերում մեռելները հարություն են առնում, բայց հիմնականում Հիսուսը մեզ պատվիրել է լաց լինողների հետ, կարանք անենք դա, բոլորս կարող ենք։ Լաց լինողների հետ լաց եղեք, ուրախացողների հետ ուրախացեք, եւ հետո ասում է հիվանդանոցում էի, չի ասում չեկակ ինձ բժշկելու, չեկակ յուղով օծելու, ասում է չեկակ այցելելու։ Ամեն այս ծառայությունները հոգևոր ծառայություններ են, որ վարձքի են արժանացնում ու արժանանում։ Երրորդ թագավորացի մեջ, երկրորդ գլուխ 7, այս արդեն Դավիթ թագավորը ծեր մարդ է։ Ամենասիրածս պատմությունն է, Դավիթը արդեն մեռնելու վրա է։ Սողոմոնին կանչում, արդեն Սողոմոնն է թագավորը, սկսում է մարդկանց մասին ասել, ասում այսինչը մի 40-50 տարի առաջ ինձ այսպիսի բան է արել։ Այսպես կանես։ Երրորդ թագավորաց 2:7-ի մեջ Դավիթը խոսում է Սողոմոնին ու ասում է, բայց Գաղադացի Բերզելի որդիներին ողորմություն կանես, որ քո սեղանի վրա ուտողների հետ լինեն, որովհետև ինձ այնպես մոտեցան քո եղբայր Աբիսողոմի երեսից փախչելիս։ Գիտեք, շատ ժամանակ մենք, երբ որ բարիք ենք անում, երբ որ ծառայում ենք, թվում է, որ ես այդքան բան արեցի, հետո գիտեք, Սողոմոնը արդարության թագավոր էր։ Դրա համար Դավիթի կենթանության ժամանակ շատ հարցեր չլուծվեց, բայց խորհուրդը սա էր, որ վերջում արդարության թագավորին հանձնվեց բոլոր ինֆորմացիան ում հետ ոնց են վարվելու։ Այդ նույն Սեմեին ասում է, ես ներեցի, բայց դու հարցերը կլուծես, ապրելու բան չէր։ Իսկ Բեզելի համար ասում է, թող նրա որդիները քո սեղանից միշտ ուտեն։ Սիրելիս, այն ինչ որ ես ու դու անում ենք Աստծո կամքի մեջ, այն ազդում է մեր երեխաների ու մեր սերունդների վրա։ Որովհետև Աստված անիրավ չէ ու նա չի մոռանա այն սիրո աշխատությունը, որ մենք արեցինք ու շարունակում ենք անել։ Ամեն։ Եվ Եփեսացիս 6:7-ի մեջ իմ ամենասիրած համարներից մեկն է, տարվա սկզբին երևի 20 անգամ ամեն օր այս համարը post եմ արել։ Հոժարությունով ծառայեք Տիրոջը, ոչ թե մարդկանց։ Գիտեք, մենք միշտ մարդկանց ենք ծառայում։ Այսօր ես Տիրոջն եմ ծառայում, բայց ես Տիրոջը չեմ տենում։ Ես ձեզ եմ քարոզում, բայց ես ծառայում եմ Տիրոջը։ Հոժարությամբ ծառայեք Տիրոջը, ոչ թե մարդկանց։ Այսինքն, այո, թեև մարդկանց ենք ծառայում, բայց մենք գիտենք, որ Տիրոջն ենք ծառայում։ Երբ որ մեքենաները գալիս են, տեղ չեն ճարում, Արմեն եղբայրը օգնում է, մեքենաները կանգնեն, ինքը մարդկանց է օգնում, բայց Տիրոջն է ծառայում։ Այս արևի տակ, երբ որ մեր մանկականի ուսուցիչները մեր երեխաներին սառը ջուր են տալիս, իրանք այդ չարաճճի երեխեքին են ծառայում, բայց Տիրոջն են ծառայում։ Հոժարությամբ ծառայեք Տիրոջը եւ ոչ թե մարդկանց, իմանալով, որ ամեն մեկը ինչ բարիք որ անի, նույնը, ասա նույնը, Տիրոջից ստանալու է, ծառա լինի թե ազատ, հայտնի թե անհայտ, ամեն մեկս ինչ որ անում ենք, Տիրոջից վարձք ունենք։ Ամեն։ Եվ նայեք, այս մարդու
գերազանց օրինակը, երբ որ թվում էր, որ Դավիթը ձախողակ է, նա արեց մարդկային քայլեր։ Այսօր ձեզնից մի բան է պահանջվում։ Վստահ եղեք, որ անում եք այն, ինչ կարող եք անել։ Եվ դա անելով մենք մեր վարձքն ենք դիզում երկնքում։ Այս մարդը տեսավ կարիքը, արեց, հաջորդ կարևոր բանը, երբ որ ժամանակն էր, որ նա իր արածի վարձատրությունը ստանար, նա գերադասեց հաջորդ սերնդին առաջ գցել։ Ես երազում եմ, որ մենք լինենք եկեղեցի, որ բոլորս մեկ սիրտ ու մեկ մտքով հաջորդ սերնդի ծափարում ենք, որ նրանք բարձրանան։ Եվ աղոթում ենք։ Գիտեք, Վանկուվերում հրաշալի եկեղեցի կա, որ սկսվել է որպես ռուսախոս եկեղեցի, հովիվը Սերգեյ Կազլովն է, որ պապայի ընկերն է, հրաշալի անձնավորություն։ Մի քանի ամիս առաջ իր հետ հաց էինք ուտում եւ ես իրան հարցրեցի, ասեմ, Փաստոր Կազլով, ո՞րն էր գաղտնիքը, որ ձեր ռուսական եկեղեցին, որտեղ ես քարոզել եմ երկու ծառայություն է, ռուսական խումբը երևի 600 հոգի կլներ, հետո երկրորդ պատոկը ռուսական է, մոտավորապես անգլերեն է, մոտավորապես 1000, 1100, 1200 հոգի, հզոր։ Հովիվը ինքն է, մի քանի բառ երևի անգլերեն գիտի։ Անգլերեն ծառայությունը երկու անգամ մեծ է այսօր իր ռուսականից։ Ասում եմ, որովհետև տարիներ առաջ ինձ Աստված այս ցույց տվեց, որ եթե հաջորդ սերնդին առաջ չտանք, մենք մարելու ենք։ Եվ ամենահետաքրքիր բաներից մեկն ասեց, այն ժամանակ ես կանչեցի ավակ սերնդին, նրանք ովքեր իմ հետ հիմնել էին այդ եկեղեցին, որովհետև արդեն բողոքներ կար, որ ինչի եք ես ջահելներին առաջ տալի։ Ու իրանց ասեցի, ուզում եք տեսնեք արթնությունը։ Աստված ձեր պատասխանատվությունը փոխում է այսօր։ Ձեր կռվելու ժամանակը հիմա ձեր ծնկների վրա է։ Բոլորդ ամեն օր ամենաառաջի ծառայությունը պիտի համարեք աղոթել բարձրացող սերնդի համար։ Եվ դրա համար այդ հրաշքը այդպիսով եղավ։ Եվ ես ձեզ այդ նույն բանն եմ ուզում խնդրեմ ու հանձնարարեմ։ Չի նշանակում, որ մեծերն արդեն ծառայություն, բայց այս դասը, այս խոսքը, այս պատմությունը մեզ դա է հուշում։ Նա թեև կարող էր VIP seat ունենալ, բայց ասում է թող երիտասարդը գա։ Եվ Դավիթը պահում է իր խոստումը եւ անում է դա։ Եվ ամենահետաքրքիրը բաժանվելուց առաջ գրված է թագավորը համբուրեց նրա ճակատը ու նրանք բաժանվեցին։ Գիտեք, մեկ օր մենք հանդիպելու ենք թագավորին։ Եվ Երանի մեզ, որ լսենք այս խոսքերը, ապրես, բարի և հավատարիմ ծառա։ Դավիթը հասկացավ, որ նա հասկացել է կյանքի իմաստը, շատ արգյու չարավ, շատ բան չասավ, ասավ, ապրես, ու անցավ առաջ։ Մեր Տերը նայում է, և նա ինքն է ասել, մեկ օր, երբ որ ձեզ տեսնեմ, մի բան եք ինձնից լսելու, չեք ասելու, ինչ էիր տժժացնում, ինչ լավ էիր ծառայում։ Ինչ որ անենք, չանենք, արդյոք վերջում կարժանանանք, ապրես, դու բարի ես եղել ու հավատարիմ։ Եվ այդ համբույրը թագավորի այդ խորհուրդն ուներ։ Եվ Հիսուսի ծառայության մեջ մենք նույն բանն ենք տեսնում, նայեք, ես կապում եմ այս երկու դերը իրար հետ։ Հիսուսն ինքը եկավ, ամեն ինչ կարգի գցեց։ Հետո իր 12 աշակերտներին ասեց, գնացեք դուք արեք այդ գործը, իմ հոգին էլ ձեր հետ։ Եվ չասեց, բայց գիտեք, ձեզ համար համարյա անհնար է լինելու, ասեց, ինձանից մեծ գործեր եք անելու։ Գիտեք, մենք հաճախ օքեյ ենք, գոնե մեր չափ անեն, հանկարծ առաջ չանցնեն։ Հիսուսն ասում է, այն բաները, որ ես արի, դուք էլ եք անելու, եւ ինձնից մեծ բաներ եք անելու։ Եվ իմ աղոթքն է, եւ իմ հռչակումն է, որ այն ինչ որ մենք արել ենք որպես, չգիտեմ, հիմնադիրներ, որպես ծառայողներ, գալող սերունդը, եկող սերունդը պիտի անի ավելի շատ, քան մենք ենք արել։ Որտեվ Հիսուսն այդպիսին էր ուզում տեսնել իրենից հետո եկողներին, նա ասեց, այն գործերը, որ ես եմ արել, դուք էլ եք անելու։ Մենք հաճախ ամեն ինչ դժվարացնում ենք։ Ահա ոսա որ ամուսնանաս, կնիկդ քեզ կդաստիրակի։ Էլ չի ամուսնանա։ Այսա կամուսնանաս կյանքը, որ չաքուչը գլխիդ գա, կհասկանաս, որ հեշտ չի եղե մեր համար, գիտեք, մի բարդացնի։ Դու դժվարությունն անցել ես, որ նրանք չանցնեն։ Դու դժվարությունն անցել ես, որ նրանք չանցնեն, ու դրա համար Տերը քեզ հատուցելու է։ Եվ եղնենք այս Աստծո ծառայի պես, եւ լինենք մեր Տիրոջ Հիսուսի պես, որ իր աշակերտներին, որոնք տենց հատուկ դեմքեր չէին, չէ, փախան, ուրացան, մոռացան, դավաճանեցին, բայց միևնույնն է նա հետ կանչեց նրանց ու ասեց, գիտեք, ես ձեր հետ եմ լինելու, բայց դուք եք անելու ու անելու եք ավելին, ինչ որ ես արել եմ։
Ամեն, եւ ես հավատքով հռչակում եմ, որ հաջորդ սերունդը պիտի անի շատ ավելին, քան որ մենք ենք արել, որ հաջորդ սերունդը շատ ավելի հարուստ պիտի լինի, շատ ավելի հաջողակ պիտի լինի, շատ ավելի աստվածային պիտի լինի, եւ ծնողներ, եկեք օրհնենք մեր երեխաներին, եկեք օքեյ լինենք, որ նրանք մեզնից առաջ անցնեն, եկեք օքեյ լինենք, որ մեր վաստակած աթոռը նրանց հասնի, որ մեր կուտակած հարստությունը նրանց գնա, որ մեր սարքած ծառայության մեջ նրանք հաջողվեն ու Երևան ու Աստված օգտագործի նրանց։ Ամեն, ես դրա համար դու անպայման թագավորից վարձ քեզ ստանելու, որովհետև Դավիթը իր մահվան շեմին Սողոմոնին ասում է, թող օրհնվի այդ սերունդը, որովհետև նրանց հայրը ժամանակին ինձ օգնել է։ Եկեք լինենք այն մարդիկ, որ հաջորդ սերնդի մեջ մեր անունը հիշատակվի մեր արած բարի գործերի համար։ Ինչ էր արել այս մարդը, չէր աղոթե, չէր մարգարեացե, դևեր չէր հանե, ոսպեր բերե, ոչխարի պանիր էր բերե, քնելու տեղ էր պատրաստել։ Եվ այդ լիստը երևի տենց շորթ ենք սարքելու, այդ լիստը տենց գրենք ու գրենք it's a ministry, որովհետև միշտ ծառայություն ասելուց մարդիկ բարձրախոս կամ բեմ են պատկերացնում, բայց մենք բոլորս կանչված ենք Քրիստոսին ծառայելու այն բոլոր բաներով, ինչ որ Տերը մեզ տվել է, ամեն, եկեք կանգնենք ոտքի։